Այո, մենք ունենք սպորտի աշխարհում հիանալի նորություններ, եւ այդ նորությունները մեզ կներկայացնի Արմեն Գարամյանը։ Բարի լույս։ Բարի լույս, Չեմպիոնական բարի լույս կարելի ասել։ Այո։ Երկար սպասված Կիրակին մեզ համար շատ երկար սպասված, որովհետեւ առաջին ոսկե մեդալ ունեցանք ծանրամարտի Եվրոպայի առաջնությունում ու հետաքրքիրն այն է, որ պատվո հարթակին երկրորդ աստիճանին կանգնեց մեր մյուս ներկայացուցիչ Հայաստանի Սիմոնը Մարտիրոսյան, փոխ-չեմպիոնն ու չեմպիոնը Հայաստանից, վաղուց կարելի ասել չէինք ունեցել, ոչ թե չէինք ունեցել զուտ մարզիկների տեսանկյունից, այլ պայքարի տեսանկյունից, այսպիսի պայքար մենք չէինք ունեցել, երբ տեսնենք, որ երկու հայ հարթակում մրցակցում են իրար հետ բոլորն ավարտել էին ու հայերն էին սկսել պայքարել, Գարիկ Կարապետյանը նա Եվրոպայի չեմպիոն դարձավ ու շրջանցեց աշխարհի ու Եվրոպայի կրկնակի չեմպիոն, օլիմպիական խաղերի կրկնակի արծաթե մեդալակիր Սիմոն Մարտիրոսյանին, անկախ Հայաստանի ամենատիտղոսակիչ ծանրորդն է Սիմոնը, վերադարձել է իր սիրելի քաշային կարգ կարելի ասել, նա տեղափոխվել էր գերծանր, քաշային կարգերի փոփոխության պայմանավորված վերադարձել է 109 կիլոգրամ ու չարեց այն ինչ կարող է անել, որովհետև նա ժամանակին համաշխարհային ռեկորդ 199 կիլոգրամ պոկելով սահմանեց, օլիմպիական ռեկորդ սահմանեց, բայց հիմա դեռ քանի որ նոր է սկսվել տարին, Եվրոպայի առաջնությունը ոչ թե աշխարհի, այստեղ ավելի շատ Սիմոնը փորձում է մարզավիճակ հավաքել, մենք տեսնենք թե հետագայում ինչ կլինի աշխարհի առաջնությունը, վստահ եմ որ նա դեռ կպայքարի ոսկե Համենայն դեպս այդ էմոցիաները ամենից արժեն, որ մենք այսպես ամբողջ շատ արժեն, այո, շատ երկու մեր հայրենակիցներ, երկու հայեր, ինչպես դու նշեցիր, պայքարում են միասին ոսկի հաղթանակի կարևորը որ իջնելուց հետո նրանք միասին գրկախառնվեցին, մինչև այդ մրցակիցներ էին հարթակում տրամաբանական է, հետո արդեն իրար էին շնորհավորում, դա ամենակարևորն է, մենք տեսնում ենք հպարտանալու առիթ, իսկապես հպարտանալու առիթ ունենք։ Տեսեք, այստեղ Սամվել Գասպարյանն է պարգևատրում, Սամվելը վնասվածքի պատճառով թողել է ծանրամարտի, հիմա ֆեդերացիայի գլխավոր քարտուղարն է ու նա էլ է կրկնակի չեմպիոն, հիմա այստեղ ծանրամարտի 3 կրկնակի Եվրոպայի չեմպիոն կա, շատ հետաքրքիր է։ Ու դե բորներգը կարոտել էինք բոլորս ծանրամարտի Եվրոպայի առաջնության այսպես ընթացքում։ Պետք է հաճախեն չի, ամեն դեպքում պետք է հաճախեն չի։ Այո, մենք հաղթանակների կարիք անդադ շեշտում ենք, որ շատ ունենք ու մարդիկ հայ ազգը անդադ կտրվում է իրականությունից, թեկուզ 2 ժամ, 1 ժամ, բայց բոլորը մոռանում են իրենց հոգսերն ու սկսում են երկրպագել հայ մարզիկներին, իրենց հետ հավասար բարձրացնում են, ուրախանում են, եւ ստանում են այդ էմոցիաները։ Չափաբաժինը շատ մեծ է։ Դες ինչ հիշեցի, ուրբաթորներ, եթե չեմ սխալվում, չէ՞ որ մենք միասին տաղավարում Մանեի հետ Մխոյան, խոսում ենք ու ասում ենք, որ շատ շուտով մեծ ոսկիներ մեր կլինի։ Փաստորեն զգում ես ինչ լավ տաղավարն է։ Մեստեղ խոսքի ուժը դրական էներգիա։ Այսօր էլ կունենանք, ես վստահ եմ։ Այսօր էլ մենք կունենանք։ Այսօր վերջին օրն է, չէ՞։ Այսօր վերջին օրն է, բայց մենք էլի փոխ-չեմպիոն ունեցանք 3, կանանց 87 կիլոգրամ քաշային կարգում։ Լիանա Գյուրջյանը դարձավ Եվրոպայի չեմպիոն, բայց ես անկեղծ ասած կուզեի առանձնացնել այդ հատվածից ամենացավոտը մեզ համար։ Տաթև Հակոբյանը շատ մոտ էր Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալը նվաճելուն, նա 2 անգամ հաջողված մոտեցում կատարեց, պարզապես ծանրամարտում կանոն կա, որ արմունկը չպետք է փակվի հետո բացվի, Տաթևի մոտ դա մի փոքր թերացում էր, խնդրեմ, նա ձեր էկրաններին է, ու նա ձեռքից բարի ուղիղ իմաստով բաց թողեց երաշխավորված մեդալը։ Նա բոլոր մոտեցումները հաջողությամբ կատարեց, ասել է թե բարձրացրեց, բայց այդ տեխնիկական սխալը նրան խանգարեց։ Փոքրիկ սխալը ինչ կարող է։ Նա փոքր արծաթե մեդալ նվաճեց, բայց դա բավարար էր, կարծում եմ հնարավոր չի բավարարի Տաթև Հակոբյանին։ Անկեղծ եմ ասում, ամենացավալն է, երևի այդքան չենք ուրախացել, որքան տխրել ենք Տաթևի ու տեսեք որքան մաքուր է կատարում այս մոտեցումները։ Լիանա Գյուրջյանն էլ 22 տարեկան է, նա 16 տարեկանում իր առաջին մեդալը նվաճել էր ու հիմա 22-ում դարձավ փոխ-չեմպիոն առաջին անգամ իր կարիերայում։ Ուղղակի եւ Տաթևի հրաշալի մոտեցումներ էին կանանց կողմից եւս, այո, եւս մեկ անգամ շնորհավորում ենք, բայց համոզված եմ, որ այլ նորություններ էլ ունենք սպորտի աշխարհում։ Այո, մարմնամարզությունից թերևս վերջին տարիներին անդադ մարմնամարզության թեման արծարծվում է, Արտուր Դավթյանը նորից վերածնեց կարելի ասել մարմնամարզությունը, Արտուր Դավթյանը, Վագն Դավթյանը, միայն ոչ Արտուրով Դավթյանն էր այսպես կարելի ասել, Հարություն Մերդինյանը նաև ու ֆանտաստիկ սերունդ է գալիս, Համլետ Մանուկյանն ու Մամիկոն Խաչատյանը պարզապես խելացնոր արդյունքներ են գրանցում, բայց ես կուզեմ խոսել այս պահին Համլետ Մանուկյանի մասին, նա
երկու անընդմեջ աշխարհի գավաթի խաղարկությունում հաղթեց ու շրջանցեց օրինակ օլիմպիական չեմպիոնի, բայց նա պատանի է, նա շատ մեծ ապագա ունեցող մանրամարզիկ է 2027 թվականին Եվրոպայի առաջնությունն անցկացվելու է Երևանում մեծահասակների։ Ես վստահ եմ, որ մենք այդտեղ նախ թիմային պայքարում ենք լինելու լավագույնը ու հետո արդեն Համլետը մինչև այդ վստահ եմ իր մասին խոսել կտա, բայց մարզամերգային համալիրը ես այդ օրերին շատ վստահ եմ, որ ցնծալու է հենց Համլետ Մանուկյանի անունը լսելիս ու շատ մասնագետների կարծիքով Համլետը չեմ ուզում ասել կշրջանցի մեր լավագույն մանրամարզիկին, բայց շատ լուրջ արդյունքներ գրանցելու է։ Մեզ մնում է ընդամենը հաջողություն մաղթենք, որպեսզի ոչ մի վնասվածք չստանան մեր մարզիկները, Հանձինես Համլետի գլխավորությամբ եւ մնացած բոլորը, թող որ շատ ստացված մարզական այսպես կարիերա ունենան ու այդ քո նշած բոլոր հաջողությունները թող մեկը մյուսին շրջանցի, ինչու ոչ նա։ Որտեղ կարևորը նաեւ անհաջողությունները կարող է սա աբսուրդ թվա հիմա, բայց ընկնել եւ հետո բարձրանալ այդ սպորտում դա շատ պետք է նորմալ երևույթ է։ Եվ սխալները չլինեն խոչընդոտներ նրանց համար։ Չմոռանանք, որ այսօր Վարազդատ Լալայանը աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն է, օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիրը դուրս է գալու հարթակ ու հերթական ոսկու հետևից է գնալու։ Այո, հերթական հիմն ենք լսելու մենք այնտեղից կարոտած նրան հաջողություն ենք մաղթում։ Արմեն, շատ շնորհակալություն կարևոր տեղեկությունների համար, իրականում այո, նաև շնորհակալություն մեր մարզիկներին, բոլոր նրանց, ովքեր որ արդեն նվաճել են իրենց դիտողները, որովհետև այդ էմոցիաները ու այդ այն ուրախությունը, այդ ոգևորությունը, որոնք որ նրանք են մեզ փոխանցում, դա անասելի է։ Շատ շնորհակալություն, եւս մեկ անգամ շնորհավորում ենք նաև բոլորին, իսկ Լալայանին այսօր մաղթում ենք հաջողություն։ Եվ Մերիթ Թումասյանին ու Ջուլիետա Ավանեսյանին։ Բոլոր մեր մարզիկներին հաջողություն ենք մաղթում։ Մեր երեք մարզիկներին այո, մաղթում ենք հաջողություն եւ անցնում ենք առաջ։ Գովազդից հետո կվերադառնանք տաղավար։ Այո, կվերադառնանք ու կշարունակենք, մնացեք մեզ հետ։